Ինչպես հաղթահարել կասկածներն ու ներքին հակամարտությունները։ Դուք ասում եք, ես ուզում եմ հավատով լի մարդ լինել, ցանկանում եմ լինել նպատակասլաց, հաստատակամ իմ համոզմունքների մեջ։ Ես ուզում եմ վստահ լինել, որ իմ գործադրած ջանքերը արդյունք են տալիս։ Ես ուզում եմ առաջ շարժվել կյանքում, չեմ ուզում անընդհատ տեղում դոփել։ Ինչպես անել դա։ Եկեք պարզենք։ Հիմա կիմանաք։ Ուշադիր եղեք, որովհետև այն, ինչ դուք ուզում եք, հակառակն է նրան, ինչը հավանաբար հիմա եք ապրում, կամ շատ եք ապրել կասկածներով լի կյանք։ Դուք հաճախ կասկածում եք. ինչ անել։ Սա անեմ, թե այն։ Օ Աստված իմ, հիմա չգիտեմ։ Ինչ եք կարծում։ Եվ դուք սկսում եք ուրիշների կարծիքը հարցնել։ Մտնում եք համացանց, դիմում եք արհեստական բանականությանը եւ հարցնում. ինչ անեմ, ինչ անեմ։ Դուք չգիտեք ինչ անել։ Վստահ լինելու փոխարեն անվստահ եք։ Դուք մի մարդ եք, ով սկսում է, բայց չի ավարտում։ Մեկն եք, ով երբեմն շատ ջանք է գործադրում աշխատանքում, բայց վերջում ոչ մի արդյունք չի ստանում։ Ինչպես փոխել այս իրավիճակը։ Առաջին բանը, որ պետք է հասկանաք, որ կասկածն ունի աղբյուր։ Կասկածի աղբյուրը այն ծագում ունի, եւ այդ հիմնական աղբյուրը կոչվում է մեղք։ Այսպես հասկացեք, ես կբացատրեմ, թե ինչու։ Մեղքը ներքին հակամարտություն է ծնում մարդու մեջ։ Ինչու։ Երբ դուք սխալ եք գործում, երբ մեղք եք գործում, մեղքը սխալ է։ Մեղքը այն է, երբ ունեք նպատակ եւ շեղվում եք թիրախից։ Դուք խախտում եք ինչ-որ օրենք, անում եք այն, ինչ ճիշտ չէ։ Բայց երբ մենք մեղք ենք գործում, մենք ոչ միայն խախտում ենք երկրի օրենքը կամ ընկերության կանոնները, կամ ընտանիքի, եկեղեցու սպասելիքները, ոչ։ Երբ մենք մեղք ենք գործում, մենք խախտում ենք մի օրենք, որը մեր ներսում է։ Մենք ոտնահարում ենք, հարվածում ենք մեր սեփական խղճին։ Ինչու։ Որովհետև մեր սրտերում գրված են օրենքներ, բնական օրենքներ։ Դուք գիտեք, անկախ մշակույթից, անկախ երկրից, երկրի սահմանադրությունից, յուրաքանչյուր մարդ գիտի։ Օրինակ, որ գողանալը սխալ է, սպանելը սխալ է։ Յուրաքանչյուր մարդ գիտի, որ դավաճանելը սխալ է։ Բայց ով է դա որոշել։ Դա որոշվում է այն օրենքով, որը գրված է մեր սրտի մեջ։ Երբ դուք տեսնում եք, օրինակ, ուժեղ, ամրակազմ մի տղամարդու, որը հարվածում է կնոջը, դուք գիտեք, որ դա սխալ է։ Կամ հարվածում է տարեց մարդու, դուք գիտեք, որ դա սխալ է։ Բայց ով ասաց ձեզ, որ դա սխալ է։ Ինչպես գիտեք, որ դա սխալ է։ Դա մեր սրտում գրված օրենքն է։ Աստված իր օրենքները գրել է մեր սրտերում։ Ուստի մենք բնազդաբար գիտենք, առանց որևէ մեկի ասելու, առանց որևէ տեղ գրված լինելու։ Մենք գիտենք ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Հետևաբար, երբ մենք սխալ ենք գործում, մենք ոչ միայն խախտում ենք մարդկանց օրենքները կամ ուրիշների ակնկալիքներն ու կանոնները, մենք խախտում ենք, հարվածում ենք մեր սեփական օրենքներին։ Այսինքն, մենք ինքնըստինքյան հասկանում ենք, որ երբ մեղք ենք գործում, մենք դուրս ենք գալիս ինքներս մեր դեմ։ Եվ հենց այստեղից է ծնվում հակամարտությունը։ Քանի որ մեր ներսում մենք գիտենք, ես պետք է դա անեմ, ճիշտն այս է, բայց հետո գնում եւ անում եմ այն մյուսը, եւ ես հայտնվում եմ հակամարտության մեջ։ Ինչու դա արեցի։ Ինչու գիտենալով, որ դավաճանելը սխալ է, դավաճանեցի։ Ինչու գիտենալով, որ ստելը սխալ է, ստեցի։ Ինչու։ Այդպես մենք մտնում ենք ներքին հակամարտության մեջ, եւ դա կասկած է ծնում։ Դա մեզ բաժանում է։ Մենք դադարում ենք հավատալ ինքներս մեզ, սկսում ենք վատ կարծիք ունենալ ինքներս մեր մասին։ Ես գիտեմ, որ որոշ մարդիկ աշխատում են չեզոքացնել իրենց խիղճը։ Որոշ մարդկանց սատանան է օգնում, նրանք արդարացնում են իրենց սխալները, նրանք սխալ բան են անում եւ հետո փորձում են արդարանալ։ Ես գողացա,
բայց հարուստից եմ գողացել, աղքատից չեմ գողացել։ Ես հարուստից եմ գողացել, նա շատ ունի։ Ուստի ես արդարացված եմ հարուստից գողանալու համար։ Մարդը մի բան է անում, գողանում է ընկերությունից եւ մտածում. ոչ, բայց իմ տերը հարուստ է։ Ընկերությունը ինձ քիչ է վճարում։ Ուրեմն ես պետք է գլուխ պահեմ եւ այլն։ Բոլորն էլ դա են անում։ Եվ այլն։ Բայց իր հոգու խորքում մարդը գիտի։ Նա այնքան լավ գիտի, որ երբ դա արվում է իր հանդեպ, նա չի ընդունում։ Երբ մարդը, օրինակ, հանցավոր աշխարհում է, նա ներգրավված է, խորասուզված է հանցագործության մեջ։ Նա ապրում է գողությամբ, ապրում է անարդարությամբ, ապրում է այն ամենով, ինչ սխալ է։ Բայց եթե մեկ ուրիշը գալիս է նույն խմբավորումից եւ գողանում է նրանից, նա չի ընդունում։ Ոչ, այդպես չէ։ Գողը չի ընդունում, որ իրեն թալանեն։ Եվ սա զարմանալի չէ։ Գողը չի ընդունում, որ իրեն թալանեն։ Նույնիսկ հանցագործության մեջ կա օրենք։ Ինչու հանցագործության մեջ կա օրենք։ Սա պարադոքս է, չէ՞։ Բայց այս պարադոքսը բացատրվում է միայն նրանով, որ մարդու ներսում կա մի օրենք, որն ասում է նրան. սա սխալ է։ Ես անում եմ դա ուրիշներին, բայց չեմ ընդունում, որ դու անես ինձ։ Այսպիսին է մարդը, նա հակասում է ինքն իրեն։ Այդ տեղից էլ գալիս են կասկածները, որովհետև մարդը սկսում է տեսնել, թե որքան ցածր, որքան բարոյապես թույլ է ինքը, որքան բնավորություն չունի, որքան վստահելի չէ։ Այդ ժամանակ նույնիսկ ինքն իրեն չի վստահում։ Այդտեղից գալիս են կասկածները, վախը, անընդհատ հետ նայելը։ Արդյոք ինչ-որ մեկը տեսնում է ինձ։ Արդյոք ինչ-որ մեկը կբացահայտի ինձ։ Արդյոք ինձ կբռնեն։ Հիմա շատ մարդիկ, ովքեր շատ լավ են իրենց գործում, իրենց հետքերը ծածկելու մեջ, նրանք կարող են որոշ ժամանակով խուսափել իրենց հանցագործություններից եւ սխալներից այս կյանքում, թաքցնել իրենց սխալները, ջնջել իրենց հետքերը, բայց ոչ Աստծուց։ Եվ դա մեղքի ամենավատ հետևանքն է՝ Աստծուց հեռանալը։ Ուստի, երբ ինձ պետք է, օրինակ, աստվածային օգնություն, ինչպես պետք է աղոթեմ, ինչպես պետք է Աստծուց խնդրեմ օգնություն, երբ ես գիտեմ, եւ նա գիտի, որ ես ապրում եմ մեղքի մեջ։ Այդտեղից էլ ծնվում են կրոնները, որովհետև մարդը, ով ապրում է մեղքի մեջ, գիտի, որ ինքը վատ հարաբերությունների մեջ է Աստծո հետ։ Աստծո մոտ ոչ մի հեղինակություն չունի։ Ընդհակառակը, ուստի ում է նա փնտրում։ Նա փնտրում է մեկին իր փոխարեն բարեխոսելու համար։ Ես կխնդրեմ Էակին օգնի ինձ։ Ես կխնդրեմ Սրբին, որ օգնի ինձ։ Կխնդրեմ Հովիվին, որ օգնի ինձ։ Կխնդրեմ Մարգարեին, որ ինձ օգնի, եպիսկոպոսին եւ ինչ-որ եկեղեցիներին։ Այսպիսով մարդը միջնորդ է դնում իր եւ Աստծո միջև, որպիսի նա բարեխոսի իր համար, որովհետև ինքն ինքնավստահություն չունի, երես չունի Աստծո հետ խոսելու իր մեղքերի պատճառով։ Աստծո խոսքն ասում է Եսայի մարգարեություն 59-րդ գլխում. Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, եւ նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր եւ ձեր Աստծո միջև։ Ձեր մեղքերը ծածկեցին նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի։ Սա է խնդիրը, սա է կասկածի աղբյուրը, սա է ներքին հակամարտությունների աղբյուրը։ Այդ պատճառով էր, որ Աստված իր ժամանակին բարձրացրեց Հովել մարգարեին, ժողովրդին ասելու. տեսեք, դուք տառապում եք ազգային աղետից, որը տեղի է ունենում։ Պատճառը սա է եւ սա։ Նա մատնանշեց պատճառը, դրդապատճառը, բայց նաեւ մատնանշեց լուծումը։ Նա այնտեղ չէր եկել միայն ժողովրդին մեղադրելու համար։ Նա եկել էր ելքը ցույց տալու համար։ Եվ դա այն է, ինչի մասին ես այստեղ եմ ձեզ ասելու։ Կա ելք։ Ո՞րն է ելքը ժողովրդի համար Հովելի ժամանակներում։ Ո՞րն է այն ելքը, որը Աստված տալիս է բոլորին, ովքեր ապրում են մեղքի մեջ։ Ապաշխարեք։ Դա ապաշխարությունն է։ Ապաշխարությունը սխալը ճանաչելն է, սխալը խոստովանելը նրան, ում որ պետք է, եւ սխալը լքելը, եւ վարքագծի փոփոխությունը, նախկինի հակառակ վարքագիծը, այսինքն
Երբ դուք ճանաչում եք, խոստովանում եք, դուք լքում եք եւ որդեգրում եք նոր վերաբերմունք։ Հակառակ այն ամենին, ինչ նախկինում անում էիք։ Կարող եք ասել, որ ապաշխարել եք։ Մինչև այդ, եթե դուք չկատարեք այս 4 քայլերը, դուք չեք ապաշխարել։ Եթե պարզապես ասում եք, ոչ, ես ճանաչում եմ, որ սխալ եմ, ես հասկանում եմ, բայց չեք դադարում սխալվել, դա պարզապես խղճի խայթ է։ Ես ճանաչում եմ, ես հասկանում եմ, որ սխալ եմ, նույնիսկ արդեն դադարել եմ սխալվել, բայց դեռ նոր վերաբերմունք չեք դրսևորել, չեք խոստովանել, ում հարկն է։ Դուք չեք ապաշխարել։ Դուք դեռ փորձում եք խուսափել ձեր սխալներից։ Զվարճալի է։ Մենք այս շաբաթ մի տեղեկություն ստացանք մի մարդու մասին, ով հանցագործություն էր կատարել եւ հետո գնացել էր եկեղեցի։ Որոշ ժամանակ անց գնացել էր եկեղեցի, լսել էր խոսքը, հովիվը քարոզել էր խոսքը, խոսել էր փրկության մասին եւ խոսքը մտել էր նրա մեջ։ Եվ նա հավատացել էր եւ ասել էր. «Ես կորած եմ, Աստված իմ, եթե հիմա մահանամ, հոգիս գնալու է դժոխք, ես դա չեմ ուզում»։ Ասել էր հովիվին. «Հովիվ, կարող եմ հիմա մկրտվել, եթե հիմա մկրտվեմ, կփրկվեմ»։ Մկրտեցին տղային տեղում, մկրտությունը ավարտվեց, տղան հովիվին ասաց. «Հովիվ, հիմա մի բան կա, ես հանցագործություն եմ կատարել, այսպես, եւ հիմա ուզում եմ հանձնվել ոստիկանությանը, կարող եք ոստիկանություն զանգահարել իմ փոխարեն»։ Տղան դեռ մկրտության ջրից թաց, ոստիկանությունը եկավ այնտեղ եկեղեցի եւ ձերբակալեց նրան, եւ նա խոստովանեց իր սխալները։ Այսինքն ապաշխարեց. «Ոչ, ես կվճարեմ հասարակության առաջ, որովհետև ես եմ արել, բայց ես նախընտրում եմ վճարել եւ խաղաղություն ունենալ, քան ապրել ահաբեկված եւ մարդկանցից եւ Աստծուց»։ Նա ասում էր. «Այլևս չեմ ապրելու այս դժոխքով իմ ներսում»։ Նա ապաշխարեց եւ կասկածները ավարտվեցին։ Նա դրա համար պատասխան կտա, բայց նրա ներսում խաղաղություն կա։ Մեղքը մեղավորին թույլ չի տալիս խաղաղություն ունենալ։ Գրեք այն, ինչ ասում եմ ձեզ։ Մեղքը մեղավորին թույլ չի տալիս խաղաղություն ունենալ։ Մեղքը տանջանք, կասկած, վախ, ահ է առաջացնում, եւ մարդու հոգին տանելու է դժոխք, եթե նա նախապես չապաշխարի։ Բուժումը ապաշխարությունն է։ Ապաշխարեք, խոստովանեք, վստահեք Տեր Հիսուսին եւ սկսեք ապրել ձեր կյանքը նորովի, նոր վերաբերմունքով, սկսած այդ պահից։ Եվ այդ ժամանակ դուք խաղաղություն կունենաք եւ այլևս երբեք չեք ապրի այս աննպատակ կյանքով, կասկածների կամ ներքին հակամարտությունների այս կյանքով։ Եթե հասել եք մինչև այստեղ, դա նշանակում է, դուք ուզում եք ավելի լավ մարդ լինել։ Ես մարտահրավեր եմ նետում ձեզ, ընտրել մեկ բան, որ սովորեցիք այսօրվա տեսանյութից, եւ այն գործնականում կիրառեք։ Չմոռանաք բաժանորդագրվել ալիքին եւ կիսվել ձեր ընկերների հետ։